Պետք է ընդգծեմ, որ մեր հարաբերությունների զարգացման կարևոր փուլ դարձավ ռազմավարական գործընկերության հաստատումը, որը տեղի ունեցավ նախորդ տարվա նոյեմբերին, երբ Հայաստանի Հանրապետության վարչապետը պաշտոնական այց կատարեց Ղազախստան։ Համոզված եմ, որ այդ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները ամուր հիմք են ստեղծել երկկողմ համագործակցության հետագա խորացման համար եւ այժմ հետեւողականորեն կյանքի են կոչվում։ Գոհունակությամբ արձանագրում ենք մեր արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հաստատված փոխգործակցության բարձր մակարդակը, կանոնավոր միջգերատեսչական խորհրդակցությունները դիտարկելով որպես գործնական համագործակցության խորացման կարևոր գործիք։ Մեր լայն օրակարգում հատուկ պետք է ընդգծեմ մեկ կարևոր մեր երկու երկրների տարածաշրջանների տնտեսական զարգացման համար առանցքային ուղղություն փոխկապակցվածությունը։ Համոզված եմ, որ տրանսպորտային եւ լոգիստիկ ենթակառուցվածքների հետագա զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերը, այդ թվում Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախաձեռնության տրամաբանությամբ կնպաստեն տարածաշրջանի տնտեսական ներուժի լավագույնս իրացմանը եւ միջտարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը։ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս կենտրոնական Ասիայի եւ հատկապես Ղազախստանի հետ փոխգործակցության հետեւողական զարգացմանը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով, այդ թվում առևտրատնտեսական եւ ներդրումային ոլորտներում։ Այս համատեքստում կարևորում ենք արկա մեխանիզմների արդյունավետ կիրառումը, այդ թվում տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի եւ այլ համատեղ ձևաչափերի շրջանակներում։ Հարգելի գործընկերներ, օգտվելով առիթից պետք է նշեմ, որ Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղության օրակարգին, արժևորում ենք նաև այս ուղղությամբ գործադրվող ջանքերին աջակցելու Ղազախստանի պատրաստակամությունը։ Ուրախ եմ այս այցի շրջանակներում մտքեր փոխանակել երկարաժամկետ եւ ինստիտուցիոնալ խաղաղության ամրապնդման հարցերի շուրջ։ Ամփոփելով ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը շարունակել Ղազախստանի հետ հաստատված փոխշահավետ համագործակցությունը, որը վստահ ենք համապատասխանում է մեր ժողովուրդների եւ պետությունների շահերին։ Մեկ անգամ եւս ողջունում եմ ձեզ, հարգելի գործընկեր, համեցեք։ Հարգելի պարոն Միրզոյան, բարև ձեզ, հարգելի ընկերներ։ Արարատ Սամվելի, առաջին հերթին ցանկանում եմ հայտնել իմ խորին երախտագիտությունը այս պաշտոնական այցի ձեր հրավերի, ինչպես նաև մեր պատվիրակության ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար։ Հայաստանը Հարավային Կովկասում հանդիսանում է Ղազախստանի հուսալի քաղաքական եւ առևտրատնտեսական գործընկեր։ Մեր ժողովուրդների միջև կապերը ունեն խորը պատմական արմատներ, հասնելով միջև քիփչական համայնքները, որոնք բնակվում էին Հայաստանում եւ Կովկասի ողջ տարածքում։ Այսօր մեր երկրների միջև իրական ոսկե կամուրջ է ձևավորվում Ղազախստանում ապրող հայկական սփյուռքը, որ նշանակալի ներդրում է կատարում մեր բարեկամության ամրապնդման գործում։ Մենք անկեղծորեն ողջունում ենք ժամանակակից Հայաստանի առաջընթացն ու ձեռքբերումները եւ մաղթում հաջողություն բոլոր նախաձեռնություններին, որոնք ուղղված են հայ ժողովրդի բարեկեցության ու բարգավաճման ապահովմանը։ Վերջերս Ղազախստանում անցկացվեց համազգային հանրաքվե սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, որոնք ուղղված էին պետական կառավարման արդյունավետության բարձրացմանը, մասնակցային կառավարման մեխանիզմների ամրապնդմանը եւ արդար ու հաշվետու պետական համակարգերի կառուցմանը։ Ղազախստանի եւ Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով։ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասım-Ժոմարթ Տոկաևի Երևան կատարած պաշտոնական այցը եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի Աստանա կատարած այցը նշանավորեցին մեր հարաբերությունների կարևոր փուլերը։ Աստանա կատարած այցի ընթացքում մենք ստորագրեցինք ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագիրը։ Այս կարևոր քայլը անկասկած կամրապնդի մեր կապերը եւ կբացի նոր էջ մեր բազմակողմ համագործակցության համար։ Մենք նաեւ առանձնահատուկ կարեւորություն ենք տալիս տնտեսական համագործակցության ընդլայնմանը։ Այս ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի, Ղազախստան-Հայաստան գործարար խորհրդի միջոցով, ինչպես նաեւ պատվավոր հյուպատոսների աջակցությամբ։ Մեր նախարարություններն ու գերատեսչությունները ակտիվորեն ներգրավված են Ղազախստանի եւ Հայաստանի կառավարությունների միջև առևտրատնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզի իրականացման գործընթացում։ Այսօր Հայաստանի ժամանել Ղազախստանի բարձր մակարդակի որի կազմում են տրանսպորտի նախարարը, ինչպես նաեւ առևտրի եւ ինտեգրման նախարարության ներկայացուցիչներ։
Հարգելի Արարատ Սամվելովիչ, ցանկանում եմ հայտնել իմ խորին գնահատանքը ձեզ եւ մեր հայ գործընկերներին, Ղազախ գործընկերներիս համար առանձին եւ բովանդակալից ծրագիր կազմակերպելու համար։ Վստահ եմ, որ նրանց կողմից հայկական կողմի գործընկերների անցկացրած բանակցությունները կնպաստեն առևտրի, տրանսպորտի եւ լոգիստիկայի ոլորտներում երկկողմ համագործակցության հետագա ամրապնդմանը։ Մեր հարաբերությունների ամուր հիմքը հանդիսանում է մշակութային եւ հումանիտար կապերի սահմանումն ու զարգացումը։ Վերջին 2 տարիների ընթացքում հաջողությամբ կազմակերպել ենք մեր երկրների մշակույթի օրերը ինչպես Ղազախստանում, այնպես էլ Հայաստանում։ Աստանայում անվանակոչվել է փողոց ի պատիվ մեծ հայ մանկավարժ, հայկական այբուբենի ստեղծող Սուրբ Մեսրոպ Մաշտոցի։ Մենք նաև մեր երախտագիտությունն ենք հայտնում հայկական իշխանություններին Երևանի Աբայի պուրակի բացման համար։ Այս տարի նախատեսում ենք Հայաստանում անցկացնել ղազախական բժշկության օրերը։ Համագործակցության խոստումնալից նոր ուղղություն է հայկական թանգարաններում պահպանվող քիփճակերեն ձեռագրերի ուսումնասիրությունը։ Մենք կարևոր ենք համարում շարունակել այս աշխատանքը իշա ապագա սերունդների։ Մենք կիսում ենք համանման դիրքորոշումներ գլոբալ եւ տարածաշրջանային օրակարգի բազմաթիվ հարցերի շուրջ եւ շարունակում ենք աջակցել միմյանց միջազգային կազմակերպությունների շրջանակներում։ Հարգելի Արարատ Սամվելովիչ, վստահ եմ, որ այս ամենը կնպաստի Ղազախստանի եւ Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը։ Շնորհակալ եմ ուշադրության համար։